այնքան է այս իշխանությունը այլևս դարձել օդիոզ եւ որևէ ձևով անհամագործակցելի, որ մի բան եմ ուզում նշել, նույնիսկ Հայաստանում գործող խարիզմատիկ եւ տոտալիտար աղանդները այսօր դիստանցավորված են այս կառավարությունից։ Մի բան ուզում եմ ուշադրություն դարձնեք, ոչ մի աղանդավորական խումբ այս ընթացքում որևէ ձևով դուրս չի եկել այս իշխանության հետ բաց համագործակցության։ Եթե 2018 թվականի իշխանափոխության, ինչպես շատ քաղաքական մեկնաբաններ արդարացիորեն նշում են թուրքա-ադրբեջանական այդ հեղափոխության օրերին իրենց հիմնական հենասյունը Հայաստանում գործող որոշ աղանդավորական կառույցներ էին եւ բազմիցս հրապարակվել է դեմքերով, անուններով, թե աղանդավորական որ կառույցները, որ հովիվներն էին ակտիվ մասնակցում այդ իշխանափոխության առաջին ալիքներին, ապա այսօր նույնիսկ աղանդավորներն են վախենում եւ արհամարում այս գործընթացները եւ իրենց պահվածքը։ Վստահ եմ, որ նրանք շատ կուզեին աղանդավորական խմբերով ինչ-որ քանակ ցույց տալ, բայց այսօր ստիպված են քանակ ցույց տալ բացառապես նախարարներով, ստախոսներով, ուժայիններով եւ գետ մեկ պարզապես հավատացյալ մարդ դուք վստահ եմ չեք տեսնի այս օրերին Հովանավանքում, նույնիսկ աղանդավորների համար այլևս իրենք հետաքրքիր չեն։ Այնտեղ ասում են պատարագը սկսված է եւ պատարագի ընթացքում դուրս են գալիս, նորից ներս են մտնում, ասում են գիտեք որ պետք է ամբողջ ընթացքում ներկա լինեք, չեք կարող կեսից միանալ եւ հաղորդվել, ասում է դա մեր որոշելիքն է։ Այո, իրենց որոշելիքն է։ Պատասխան են տալիս, սա ինչ աղանդ է։ Չէ, ընդհանուր առմամբ կարծում եմ լրագրողների հետ իրենց շփումը ոչ թե այսպես աղանդավորության կամ առաքելական լինելու, այլ տարրական դաստիարակության խնդիր է, ինչը իրենք չունեն։ Առնվազն տարրական դաստիարակությունը եկեղեցում չխոսելը, եկեղեցում խաչակնքելը, գլխաշոր կրելը, այն հպանցիկ այսօր առավոտյան, երբ դեռ նոր պիտի մտնեի պատարագի 1-2 կադրեր, որ ինձ իմ ընկերները ուղարկեցին, ինձ համար ակնհայտ էր, որ իրենք նույնիսկ տարրական է դաստիարակության տարրերը չեն պահում եւ եկեղեցում վայելչության կեցվածքի նույնիսկ տարրական գիտելիքներ չունեն, որովհետեւ բարձ է մարդկանց առաջին շատ-շատերի դեպքում առաջին պատարագն է, որը մեկնաբանելի էլ չէ, էլի եմ ասում, թող հոգեբուժները մեկնաբանեն, թող ուժայինները մեկնաբանեն, կա հոդված, քրեական հոդված, իրենք խոչընդոտել են հայ առաքելական եկեղեցուց իսական կյանքը։ Դուք հստակ երեք նաև տեսակ Արագածոտնի թեմի քահանաների հայտարարությունը, որ բոլոր քահանաներին հրավիրել էին հարցաքննության Կիրակի առավոտյան։ Հասկանում եք, ես վերջերս եմ վերադարձել Իրանից, ես տեսա, թե Իրանում ինչ մեծ հարգանք կա հայ հոգևորականի նկատմամբ, ասենք իսլամական երկրում ինչպես են վերաբերվում հայ հոգևորականին, ինչպես են պաշտպանում մեր հայկական քրիստոնեական համայնքի իրավունքները։ Գիտեք, նոր ջուղայում էինք ու այնտեղ նույնիսկ պարսիկները, մահմեդականները իրավունք չունեն առանց իրենց կառավարության կողմից թույլտվություն ստանալու մտնելու հայկական եկեղեցիների տարածք, այսինքն այնտեղ որպեսզի հայերը երբեք որևէ բախման խնդիր չունենան, բացառապես հայերն են իրենց համայնքում, այսինքն պատկերացրեք պաշտպանված կառավարական մակարդակով, ամենաբարձր մակարդակով իսլամիստական երկրում։ Մենք մեր երկրում այդքան պաշտպանված չենք ու միևնույն ժամանակ գիտեք Ավետիք Իսահակյանն ասում է հայի մաշկը քերես տակից էջմիածին դուրս կգա։ Թող Բագրատ Սրբազանը փայլուն ասում էր ձեր խոփը քարին է կպել, այդ քարը, այդ վեմը հայ առաքելական եկեղեցին է։ Գիտեք, եկեղեցին չպետք է պաշտպանենք, որովհետև եկեղեցին Քրիստոսահիմն կառույց է, եկեղեցին Աստծո պաշտպանության տիրույթում է։ Մենք եւ մեդիան նաեւ պետք է պաշտպանենք այն մարդկանց, ովքեր գուցե եւ գայթակղվեն ու մոլորվեն այս իրավիճակում։ Եվ պետք է թույլ չտանք, որ մոլորվեն, պետք է անդադար տարածենք քրիստոնեական վարդապետությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։